Վարչապետն առաջարկում է, որ կիրակնօրյա պատարակներից առաջ բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ 301 թվականին Հայաստանը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն, բայց հայ առաքելական եկեղեցին երբեք չի եղել եւ չի կարող լինել պետական ստորաբաժանում։ Եկեղեցին ունի իր օրհներգը, իր դրոշը, իր խորհրդանշական տարածքը, որտեղ կենտրոնում Քրիստոսն է, Սուրբ Երրորդությունը, եկեղեցու ժառանգությունը։ Ժամանակակից քաղաքական իրավական մտածողության մեջ պետությունն ու եկեղեցին տարբեր կարգի հաստատություններ են։ Պետությունը մարմնավորում է աշխարհիկ իշխանությունը իր պարտադիր օրենքներով, կանոններով, հարկադրանքի եւ պատասխանատվության մեխանիզմներով, մինչդեռ եկեղեցին մարդու խղճի, մեղքի գիտակցության, ներողամտության եւ հույսի հոգեվոր միջավայրն է։ Երբ փորձում ենք պետական ներկայությունն ու խորհրդանշանները ներմուծել եկեղեցու տարածք, իրականում մի կողմից քաղաքականացնում ենք եկեղեցին, մյուս կողմից սրբագործում քաղաքականությունը։ Սա վտանգավոր է եւ պետության աշխարհիկության եւ հավատքի համար։ Պետական խորհրդանիշները պետք է հարգվեն այնտեղ, որտեղ ընդունվում են որոշումներ ժողովրդի անվտանգության, ազատությունների եւ բարեկեցության մասին։ Եկեղեցին պետք է մնա ազատ, որպեսզի կարողանա հիշեցնել պետությանը, երբ այն շեղվում է աստվածային ուղուց։ Ազատ եկեղեցի եւ աշխարհիկ պատասխանատու պետություն, ահա ոչ միայն 301 թվականի, այլ ամբողջ մեր պատմական փորձի ամենախորը եզրակացությունը։